Այս մարդը քաղցկեղի դեմ դեղեր է վաճառում։ Շիշը պարունակում է չմշակված յուղ նոսրացված ալկոհոլով եւ դեղաբույսերով։ Նա իրեն բժիշկ է անվանում։ Եվ նա բժիշկ չէ։ Նա բիգամիստ է, նա երկրորդ ընտանիքն ունի այլ երկրում կեղծ անունով։ Նա նաև սովորություն ունի, որը հետագայում հրեշավոր կթվա։ Նա խաբում է իր իսկ որդիներին։ Փոքր գործարքներում հատկապես։ Այս մասին հարցին նա հանգիստ կպատասխանի ամեն առիթով խաբում եմ իմ տղաներին։ Ես ուզում եմ, որ նրանք զգոն լինեն։ Եվ այս տղաներից մեկը կդառնա մարդկության պատմության ամենահարուստ մարդը։ Ես 6 ամիս ծախսեցի կարդալով այս ընտանիքի մասին եւ փնտրելով ավելին, քան պարզապես փողն արդեն հասկանալի է ու սկզբունքորեն ձանձրալի։ Նրանց մասին արդեն հարյուրավոր տեսանյութեր են նկարահանվել։ Ես ուրիշ բան էի փնտրում։ Փնտրում էի, թե կոնկրետ ինչ է դրել հայրը որդու մեջ, այդ սայլի մեջ, փոշոտ ճանապարհի վրա։ Որովհետև Ռոքֆելլերն այն քիչ ընտանիքներից է, որը գտել է ոչ թե հարստություն, այլ մտածելակերպ փոխանցելու միջոց։ Եվ այս մեթոդը վերապրեց բոլորին։ Ընդհանրապես ինչն ինձ ուզեց այստեղ։ Մինչ ավելի հեռուն գնալը, մի միտք պահեք ձեր գլխում ամբողջ տեսանյութի համար։ Կա մի հին կանոն։ Առաջին սերունդը հարստություն է ստեղծում, երկրորդը խնայում է այն, իսկ երրորդը վատնում։ Լաթերից միջև հարստություն եւ ետ դեպի լաթի 3 սերունդ։ Այսպես է ավարտվում գրեթե յուրաքանչյուր հարուստ ընտանիք։ Փողը չի դիմանում։ Բացառություն են կազմում Ռոքֆելլերները։ 7-րդ սերունդ եւ նրանք դեռ միասին են եւ դեռ փողի մեջ են։ Սա նշանակում է, որ նրանք փոխանցում էին մի բան, որը հնարավոր չէ գնել եւ վատնել։ Ես գտա այս հարցի պատասխանը։ Նրանք փոխանցեցին մտածելակերպ, եւ դա այն է, ինչ ինձ իսկապես գրավեց։ Մտածելու ձևը ընդհանուր առմամբ միակ բանն է, որը մարդ գրեթե երբեք ժամանակ չի ունենում փոխանցելու։ Տուն, բիզնես, փող, այո։ Եվ ինչպես էր նա որոշումներ կայացնում, ինչպես էր տեսնում աշխարհը։ Ինչու նա վարվեց այսպես եւ ոչ այլ կերպ։ Միշտ հեռանում է նրա հետ։ Հանգիստ։ Ռոքֆելլերները թերևս միակն են, ովքեր կարծես թե գտել են, թե ինչպես չկորցնել այն։ Այդ պահից ես սկսեցի փորել։ Նրա անունը Ուիլյամ էր, նա մեծ էր եւ բոլորից առաջ հասկանում էր մի պարզ բան։ Աշխարհի ամենայկամտաբեր ապրանքը հույսն է։ Հեշտ է լցնել շշի մեջ։ Բայց Բիլի տանը լրիվ հակառակն էր։ Կինը Էլիզան խորապես կրոնական բապտիստ։ Կարգապահություն, աշխատանք, խնայողություն, աղոթքներ ամեն երեկո։ Եվ սա է կարևորը։ Ջոնը մեծացել է երկու մարդկանց միջև, ովքեր նրան տարել են տարբեր ուղղություններով։ Իսկ հորիցս խորամանկություն կա ամեն մանրուքում օգուտ տեսնելու կարողություն։ Եվ երբեք բաց մի թողեք ձեր հնարավորությունը։ Ընտանիքների մեծ մասը մի բան է ընդունում։ Ռոքֆելլերը երկու փոխանցումն էլ միանգամից ստացավ՝ հոր սառը հաշվարկը եւ մոր երկաթյա կարգապահությունը։ Հենց այս երկու ծածկագրերի խաչմերուկում ծնվեց մի մարդ, որին հետագայում հրեշ կկոչեին, եւ լավ պատճառով։ Բայց առաջին բանը, որ արեց այս հանգիստ տղան, վախեցած իր ուշադիր հայացքով նոթատետրը բացեց եւ այն անվանեց իր աստվածաշունչը։ 7 տարեկանում Ջոնը սկսեց հաշվապահական տետր։ Նա գրի է առել յուրաքանչյուր մետաղադրամ, ամեն ցենտ, գրեթե գեղագրական ձեռագրով։ Այլ երեխաներ տեսան խաղալիքներ, նա տեսավ թվեր։ Եվ այս նոթատետրը շատ կարևոր օբյեկտ է, որի մեջ ի վերջո տեղավորվեց նրա մտածողության կոդը։ Նա կպահի այն մինչև կյանքի վերջ, իսկ հետո կասի. ես նրան եմ պարտական այն ամեն, ինչ ունեմ։ 7 տարի տուփով կոնֆետ է գնել ու առանձին վաճառել հարևանի երեխաներին, սեփական քույրերին, առանց զեղչերի։ Եվ տասնամյակներ անց լրագրողը կհարցնի նրան, նորմալ է արդյոք իր ընտանիքից փող աշխատելը։ Եվ նա կպատասխանի առանց թվերի ու հույզերի կոնֆետը տարրական անհրաժեշտություն չէ։ Ուրիշ ոչ միտեղ դրանք առանձին չեն վաճառվել։ 13 տարեկանում նա ֆերմերին $50 է տվել 7%։ Եվ երբ փողը տոկոսով վերադարձրեցին, նա զգաց մի բան, որ իրեն չէր տվել ոչ մի մանկական խաղ, կապիտալն ինքնուրույն աճեց առանց իրեն։ Եվ ահա ծիսակարգը։ Ռոքֆելլերների տանը նրանք վճարում էին ամեն ինչի համար, մաքրեցին սենյակը, մետաղադրամը, ավելի շատ փայտ կտրատեցին, ծույլ էին տուգանք։ Փողը ի վերջո դարձավ երեխաների հանդեպ ծնողական սիրո չափանիշ։ Որքան շատ ես վաստակում, այնքան ավելի արժեքավոր ես քո հոր համար։ Հասկանում եք, թե ինչ եղավ նրանց հետ։ Փողը հավասար է սիրո, փողը հավասար է խնամքի, փողը հավասար է ուժի։ Այս ամենը ներդրված էր 7-ամյա տղայի մեջ։ Իսկ գիտեք ինչ է անելու 30 տարի հետո։
Նա իր իսկ 5 երեխաների համար կստեղծի ճիշտ նույն համակարգը։ Բիզնեսի համար վճար, ուշանալու համար տուգանքներ, ճանճեր բռնելու համար պարգևներ։ Այն կատուն, որ հայրը կարել է նրա մեջ, ոչիլը նրանց մեջ, ճիշտ է։ Սա ուղիղ հեռարձակում է 3 սերունդների համար։ 16 տարեկանում գնաց աշխատանք փնտրելու։ Նա այցելեց մի քանի տասնյակ ընկերություններ, ամենուր մերժում ստացավ։ Նա ամեն օր վերադառնում էր, կարծես հերթապահության պես, մինչև որ մի հաշվապահություն հանձնվեց։ Օրական 50 ցենտ։ Նա առաջինը եկավ, վերջինը գնա։ Ես չեմ խմել, չեմ ծխել, երբեք չեմ ապրել ամբողջ կյանքում։ Միակ շքեղությունը, որ նա իրեն թույլ էր տալիս, կարճքունն էր հենց աշխատավայրում։ Իսկ հետո պարզել է, որ նույն պաշտոնում իր նախորդը 4 անգամ ավելի է ստացել։ Նա սկանդալ չարեց, աշխատավարձի բարձրացում չխնդրեց, անձայն փակեց դուռն իր հետևից եւ հեռացավ։ Նույն թվականին 1859 թվականին Պենսիլվանիայի մի փոքրիկ քաղաքի մոտ նավթը պայթեց գետնից։ Երկիրը պատել էր ոսկուց ավելի վատ տենդ։ Մարդիկ լքեցին իրենց ագարակները եւ վազեցին այնտեղ, որտեղ հեղուկը թափվեց ցեխի մեջ։ Բոլորը վազեցին հորատման, բայց Ջոնը չվազեց։ Նա նայեց այս քաոսին այնքան սառնասրտորեն, ինչպես ժամանակին մետաղադրամներ էր գրել նոթատետրում եւ տեսավ մի ճեղք, որը ոչ ոք չէր տեսել։ Բոլորը կարծում էին, որ գետնի տակ փող կա, բայց հետո Ջոնը հասկացավ, փողը հանքարդյունաբերության մեջ չէ, փողը վերամշակման եւ փոխադրման մեջ է։ Ջրորը վիճակախաղ է։ Իսկ երկրի յուրաքանչյուր լամպի համար կեղտը կերոսինի վերածող գործարանը համակարգ է, եւ նա սիրում էր համակարգերը։ Նա մտավ փլուզված մի գործարան հատակին եւ սկսեց այն ամենից լավ իմանալով ընդհանուր հաշվառմամբ։ Եվ ես հայտնաբերեցի, վերամշակողները դեն են նետում կողմնակի արտադրանքները։ Խեժն ու բենզինը այն ժամանակ համարվում էին աղ։ Ջոնն ասաց մի արտահայտություն, որը դարձավ իր կրոնը։ Եթե ապրանքն արժե նույնիսկ 1 ցենտ, այն պետք է վաճառվի։ Մրցակիցները ծիծաղում էին նրա մանրության վրա։ Այս կոպեկներից նա կեղծել է զրահներ։ Դեռևս 1865 թվականին նա գնեց իր գործընկերոջ բաժնեմասը եւ ամբողջությամբ վերցրեց վերահսկողությունը։ Եվ 1870 թվականին նա հիմնեց մի ընկերություն մեկ անունով, որը մարտահրավեր էր ողջ ոլորտի համար։ Ստանդարտ, որակի գնի արդյունավետության միասնական ստանդարտ։ Բիզնես չի կառուցել, օրգանիզմ է կառուցել։ Բայց նա հասկացավ մեկ այլ բան։ Կայսրություն կառուցելու համար բավական չէ գործարաններ ունենալ։ Պետք է վերահսկել զարկերակները, որոնցով հոսում է նրա արյունը։ Զարկերակները երկաթուղիներն էին, եւ նա հասկացավ, թե ինչպես ստիպել իր թշնամիներին վճարել իրենց մահապատժի համար։ Նա երկաթուղային մագնատների մոտ գալիս է ոչ թե որպես աղերսող, այլ որպես ստրատեգ։ Եվ դա նրանց տալիս է այն, ինչ նրանք ամենաշատն էին ուզում՝ կայունություն, հսկա, կանխատեսելի ծավալ։ Իսկ դրա դիմաց զենք է պահանջել։ Գաղտնի սակագները շուկայում ամենացածրն են, իսկ հետո հնարամիտ ու անմարդկային մասը։ Երկաթուղիները ստիպված էին նրան վճարել իր մրցակիցների բեռների մի մասը։ Մրցակցի կողմից ուղարկված յուրաքանչյուր տակառը համալրում էր նրա պատերազմի գանձարանը։ Թշնամիները չիմանալով ֆինանսավորում էին սեփական ոչնչացումը։ Այն ինչ տեղի ունեցավ հետո կկոչվի Կլևլինի կոտորած։ Նա լուռ եկավ իր մրցակիցների մոտ, բացեց նրանց հաշվապահական հաշվառման մատյանները եւ թվեր արդիվ հանգիստ։ Գրեթե սրտացավորեն ապացուցեց՝ դուք դատապարտված եք։ Դուք կարող եք մեզ վաճառել բիզնեսը հիմա փողի կամ բաժնետոմսերի դիմաց։ Եթե մերժեք, մենք ուղղակի կշարունակենք աշխատել մի քանի ամսից դուք կսնանկանաք։ Ընտրությունը քոնն է։ Մի քանի շաբաթվա ընթացքում այն սպառել էր գրեթե բոլորին։ 1880-ականներին Standard Oil-ը վերահսկում էր երկրում նավթի վերամշակման ամբողջ 90%-ը։ Նրան նկարել են ծողով, անվանել են Մեֆիստոտել եւ ճիշտն ասած այն ժամանակ բոլորը կեղտոտ էին խաղում։ Իսկ նրանք, ովքեր փորձում էին սպիտակ ու փափկամազ լինել, վերջում կոտրվեցին։ Ոչ մի մրցակից չկարողացավ կանգնեցնել նրան։ Այն գրեթե ավերվել է մի կնոջ կողմից, փետուրը ձեռքին։ Նրա անունը Իդա Թարբել էր, իսկ ատելությունը անձնական։ Նրա հայրը մի փոքր նավթավերամշակման գործարան ուներ։ Standard Oil-ը ջախջախեց այն դեմպինգ, գաղտնի սակագներ դավադրություն։ Աղջկա ժամանակ Իդան տեսել է, որ հայրը կոտրվել է։ Եվ նա հիշեց դա։ Նա չէր գրում զգացմունքներից ելնելով, նա գրում էր փաստերով։ Նա փակվեց արխիվներում, հավաքեց հազարավոր արձանագրություններ, գտավ աշխատանքից ազատված աշխատակիցներին եւ 1902 թվականին նա սկսեց հրապարակել այդ ամենը։ Ըստ էության նա հնարել է հետաքննական լրագրության ժանրը նրա վրա,
մեկ անձի վրա։ Էֆեկտը նման է ռումբի պայթելու։ Սենատորները դա վկայակոչեցին կոնգրեսում եւ նախագահ Ռուզվելտը խոստացավ կոտրել վստահությունը։ Ինքը Ռոքֆելլերը փորձեց ջնջել այն եւ արամարանքով նրան մի ստարտ անվանեց։ Բայց նրա մեջ ինչ-որ բան արդեն կոտրվել էր։ 10 տարի առաջ գերծանրաբեռնվածությունից առաջացած նյարդային խանգարման ֆոնին նրա մոտ ալոպեկիա էր սկսվել։ Դարաշրջին նա կորցրեց ի ողջ մազերը, հոնքերը, թարթիչները եւ այդ մարդը, որին Մեֆիստոտել էին անվանում, այժմ դևի տեսք ուներ։ 1911 թվականին դատարանը կայսրությունը մասնատման դատապարտեց։ Թվում էր, թե վերջն էր, բայց իրականում դա նրան դարձրեց ավելի հարուստ, քան եղել էր իր ողջ կյանքում։ Գերագույն դատարանը նավթի ստանդարտը բաժանեց 34 ընկերությունների։ Երկիրը տոնեց եւ բորսայում հրաշք տեղի ունեցավ։ 34 ընկերություններից յուրաքանչյուրի բաժնետոմսերը բաժին են հասել հին բաժնետերերի։ Ով ուներ ամենամեծ փաթեթը։ Նա ունի դա։ Բեկորները սկսեցին մրցել միմյանց հետ եւ դրանց բաժնետոմսերը բարձրացան հենց առաջին տարիներին։ Իսկ Ռոքֆելլերի կարողությունը միայն աճեց։ Այսպիսով մի մարդ, ով հենց նոր էր ոչնչացվել պետության կողմից, մի քանի տարի անց դարձավ պատմության առաջին դոլարային միլիարդատերը։ Դատարանը կտոր արեց նրա կայսրությունը, իսկ շուկան այդ կտորները վերածեց ադամանների ցրման։ Իդեպ դուք այսօր գիտեք այս բեկորները։ ExxonMobil, Chevron, Standard Oil-ի գենետիկ կոդը դեռ կենդանի է։ Եվ իր աշխատած առաջին գումարից 10-րդը տվեց եկեղեցուն ու աղքատներին։ Հետո նա աշխատանքի է վերցրել պատմության մեջ առաջին PR մարդուն, Այվի Լին։ Նա խորհուրդ տվեց նրան մետաղադրամներ բաժանել տեսախցիկին։ Իսկ ավազակ բարոնը երկրի աչքի առաջ վերածվեց քաղցր էքսցենտրիկ ծերուկի։ Բայց գլխավոր կոդի քննությունը նա չի հանձնել, այն հանձնել է որդին ու վճարել արյամբ։ Կոլորադո 1913 թ. Ածխային ընկերությունը ամենամեծ բաժնետերն է, որդի Ջոն Ռոքֆելլեր կրտսերը։ Հանքավայրերում պայմանները ֆեոդալական ստրկությունն է։ 11,000 հանքագործներ գործադուլ են հայտարարել։ Նրանց ընտանիքներին ձմռան առաջ վտարել են վրանում։ 1914 թվականի ապրիլի 20-ին մենք մտանք ճամբար։ Գիշերվա մոտ վրանները այրվեցին եւ ջահերի պես բռնկվեցին։ Կանայք եւ երեխաները թաքնվել են վրաներից մեկի տակ գտնվող փոսում եւ չեն հայտնվել կրակի թակարդում։ Մահացել է առնվազն 20 մարդ։ Նրանց թվում են 2 կին եւ 11 երեխա։ Որդին Նյու Յորքի գրասենյակում գտնվում էր 1000 կիլոմետր հեռավորության վրա, բայց նրանք գլխավորում էին։ Նրանք կանչեցին կոնգրես եւ այնտեղ նա սառը խոսեց։ Այն սկզբունքները, որոնց վրա կանգնած էր ընկերությունը արժեր։ Այս արտահայտությունը դարձավ նրա նախադասությունը, եւ հետո նա արեց մի բան, որն իրենից չէր սպասվում։ Նա չթաքցրեց։ Նա գնաց Կոլորադո, իջավ հանք, ձեռքերը սեղմեց, հաց կերավ հանքագործների հետ նույն սեղանի շուրջ։ Այսպիսով ծնվեց կորպորատիվ PR-ը։ Եվ ահա կատվի մասին ամենակարևորը։ Հայրը վերահսկում էր շուկան, որդին հասկանում էր այն, ինչ հայրը երբեք ամբողջությամբ չէր հասկանում։ 20-րդ դարում նավթ ունենալը բավարար չէ։ Դուք պետք է տիրապետեք պատմությանը, որը պատմվում է ձեզ։ Կատվին մեկը մյուսի հետևից չէին կրկնօրինակում, որդին վերամշակում էր այն իր ժամանակին համապատասխան։ Եվ այս վերամշակված ծածկագիրը կփոխանցեն հետագա 7 սերունդ։ 1931 մեծ դեպրեսիա։ Բոլորը քարացան, իսկ որդին ասաց, որը մենք պետք է կառուցենք, եւ նա կառուցեց Ռոքֆելլերի կենտրոնը, աշխատանք տալով ավելի քան 40,000 մարդու, վճարելով իր գրպանից։ Հայրը խաղադրույք է կատարել նավթի վրա, որդին լրատվամիջոցների վրա, նույն կատուն, այլ դարաշրջան։ Հետո 5 թոռ մեկը Linux կենտրոն է կառուցում, Նելսոնը ձգտում է բաց իշխանության, դառնում մարզպետ փոխնախագահ, ինքն էլ սկանդալներով կոտրում է դեպի նախագահական իր ճանապարհը։ Դավիթն ընտրում է լռությունը, բանկը, գրասենյակը 200-ից ավելի պետությունների ղեկավարների հետ իր կյանքի հանդիպման ժամանակ։ Այո, նրանց շուրջ դավադրության տեսությունների մի սար է աճել, գաղտնի համաշխարհային կառավարության աշխարհում ամեն ինչի մասին։ Բայց դա մեզ չի հետաքրքրում։ Այս ընտանիքում ինձ մի բան էր հետաքրքրում, ոչ թե որքան գումար ունեին։ Ինչ են նրանք փոխանցել սերնդեսերունդ եւ ինչու այն չի մարել 100 տարվա ընթացքում։ Եվ նրանցից մեկն ասաց. մեր կապիտալն այլևս չի չափվում դոլարով, ավանդույթներով եւ ժառանգությամբ։ Ռոքֆելլեր լինելը նշանակում է, որ կարող ես եւ պարտավոր ես։ 7 սերունդ նրանք դեռ մնում են միասին, քանի որ ունեին ծածկագիր եւ ուղեցին այն։ Ռոքֆելլերները փոխանցեցին իրենց մտածելակերպը հայրը որդուն, ուղակի գործարքների ժամանակ որդին իր երեխաներին տնային գործի նույն մետաղադրամներով։ Ձեռքից ձեռք, սերնդից սերունդ։ Նրանք 1.5 դար ունեին իրենց համակարգն ու մի ամբողջ ընտանիք, որ ոչինչ չկորցնեն։
Միջին մարդը սա չունի։ Մարդը հեռանում է եւ նրա մտածելակերպը գնում է նրա հետ։ Ոչ այն պատճառով, որ նա ավելի վատն էր, քան Ռոքֆելլերները, այլ ոչ ոք ժամանակ չուներ նրան փրկելու։ Եւ ահա թե ինչ է փոխվել բառացիորեն մեր կյանքի ընթացքում, առաջին անգամ կարելի է արձանագրել, թե ինչպես է մարդը մտածում։ Ոչ պատին դրված լուսանկար, ոչ հիշելու ձայն, այլ պարզապես մտածել, թե ինչպես է որոշումներ կայացնում, ինչին է հավատում, ինչի միջով է անցնում։ Սա կարելի է հավաքել, քանի դեռ չէ կմոտ է եւ վերածվել գրքի, որը կբացվի 100 տարի հետո կամ հավելվածի թվային պարկուճի, որի հետ կարող են խոսել ձեր երեխաները, թոռները եւ սիրելիները, երբ դուք այլևս այստեղ չեք։ Հարց տվեք եւ ինքներդ պատասխանեք դրան։ Այն հնչում է որպես գիտաֆանտաստիկ, բայց այն արդեն գոյություն ունի եւ ծառայությունը կոչվում է legacy code։ Ռոքֆելլերներն ապացուցեցին մի պարզ բան. հաստությունը կարող է կորցնել մեկ սերնդի ընթացքում, բայց մտածելու ձևը չի կարող լինել, եթե այն ուղես։ Եթե հանկարծ ուզում եք ձայնագրել ձեր կամ ձեր սիրելիների մտածողության կոդը, ապա անցեք այս տեսանյութի նկարագրության հղմանը։